Արյուն է հեղում Գազայի փախստականների ճամբար դարձած դպրոցներում ու շուկաներում։ Լուսադեմ էին Իսրայելի հերթական հարվածների հետևանքով զոհվել է 61 մարդ։ Համասի գրասենյակը հայտնում է, որ զոհերի թվում 2 լրագրող կա։ 2 հրթիռ է արձակվել միաժամանակ, միմյանցից 100 մետր հեռավորությամբ են ընկել, մեկը ռեստորանի ներսում, մյուսը խաչմերուկում։ Սա Գազայում աշխատող սննդի հատուկ կենտրոններից մեկն էր։ Իսրայելն ամբողջովին արգելափակել է մարդասիրական օգնությունը։ Իսրայելի մահաբեր հարվածներից հետո ամենուր փլատակներ են, վրանների մնացորդներ և սարսափած մարդիկ, հարազատների մարմիններից թեկուզ մի մաս գտնելու հույսով։ Իսրայելի բանակը չի մեկնաբանել վերջին հարվածները։ Անտարբեր է աշխարհը, կարծում են Պաղեստինի դրոշներով Փարիզի փողոցներ դուրս եկած մարդիկ։ Նրանց զայրացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Բետայոնի վերջին որոշումը, ըստ որի ցրվում է Urgence Palestine փաստաբանների խումբը։ Այն ստեղծվել է 2023-ի հոկտեմբերին Գազայում խաղաղ բնակիչների կյանքի իրավունքների համար պայքարող տարբեր ասոցիացիաների, արմիությունների, կազմակերպությունների, շարժումների և քաղաքացիների միավորելու նպատակով։ Ամենասկանդալային այն է, որ հակամարտությունը հիմա աշխարհում շատերի համար սովորական է դարձել։ Նրանք նայում են ու ոչինչ չեն անում, ոչինչ չեն ասում։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հավաստմամբ հանուն Գազայի բնակիչների ստեղծված խումբը ատելության խոսք է տարածում Իսրայել պետության նկատմամբ, խախտելով հասարակական կարգը։ Կարծում եմ, չպետք է սպասել Ֆրանսիայի կառավարության նոր նախաձեռնությանը, քաղաքացիները պետք է քայլեր ձեռնարկեն, ցույց տան իրենց զայրույթը, իրենց վրդովմունքը, ցույցեր, բոյկոտ, բազմաթիվ ճանապարհներ կան։ Միջազգային քրեական դատարանը անցյալ տարվա նոյեմբերին ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին Գազայում մարդկության դեմ հանցագործությունների համար։ Իսկ Իսրայելի բանակը շարունակում է հիմնահատակ ավերել Ռաֆահի տները։ Եվրոպական 6 երկրներ՝ Իսպանիան, Իսլանդիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան և Սլովենիան հայտարարել են դեմ են Գազայում ցանկացած ժողովրդագրական կամ տարածքային փոփոխության։ Սաստող հայտարարություններն ու ցեղասպան անվանումը չեն կանգնեցնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Նա մտադիր է ընդլայնել հարձակումը։ Մարիամ Ամիրջանյան, Նորեր Հակոբյան, Հայլուրի համար։